Բարի լույս գործարարալիքին միացած մեր հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հիշեցնում եմ ձեզ, որ միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, իսկ առաջին խոսափողի մոտ թարմ ուղեղով իմ զրուցակիցը Արսեն Թորոսյանն է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք։ Կարևոր օրով ենք մենք զրույց անում, որտեղ այսօր քարոզարշավը մեկնարկել է, այո։ Կարևոր է, որ դուք այսօր տաղավարում եք, առհասարակ ակնկալիքներից մի փոքր խոսենք քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, հետո գնանք ոլորտային հարցեր քննարկենք։ Ես եմ շնորհակալ այս հնարավորության համար, ձեր մոտ միշտ հաճելի է, մթնոլորտից սկսած, բովանդակությունից վերջացրած։ Շատ հետաքրքիր քարոզարշավ եմ սպասվում, վստահ եմ, որտեղ նախանշանները այդպիսին են եղել։ Բայց մյուս կողմից էլ շատ երբեմն դեժավյուներով լի էլի, որովհետև ցավոք սրտի խոսույթները, որոնք որ գեներացվում են, հատկապես մեր մրցակից ուժերի կողմից, հիմնական մրցակից ուժերի կողմից, տենց հիշեցնում են այն հին ձայնապնակը, որը միշտ պտտվում է եւ որը հոգնեցրել է բոլորին, թե մեր քաղաքացիներին, թե մեզ, թե վստահ եմ նույնիսկ իրենց, պարզապես իրենք կարծում են, որ իրենց ուժը այդ հին ձայնապնակի մեջ է եւ եթե կուզեք կարող եմ ասել, այդ չգիտեմ, թուրք, դավաճան, հողերը ծախող, Ադրբեջանի չգիտեմ ինչ էր, չնայած այնքան տարօրինակ է, որ դա արդեն հին է համարվում։ Չէ, ոչ թե հին է, այլ միշտ կրկնվող, բայց երբեք նախ չարդարած։ Դե 21-ին դա ամենաակտիվն էր, որովհետև փորձը եւ ամեն ինչ ցույց տվեց, որ եւ դա այդպես է պիտի լիներ, որ այդտեղ ամբողջովին հակառակ իրավիճակն է, որ մենք ելնել ենք եւ ելնում ենք միայն Հայաստանի Հանրապետության պետական շահերից եւ նույն խաղաղության գործընթացը հենց այդ շահերի լավագույն արտացոլումը եւ մնացած աշխատանքները, որ ներսում արել ենք ու այդ տեսանկյունից օրինակ ցավալի է, որ օրինակ մեր քաղաքական ուժերը չեն գալիս, չեն ասում, չգիտեմ, այս ոլորտում էս բանը կանեմ, մի նոր բան, որ մենք չենք արել կամ չենք մտածել, որ անենք։ Նույնիսկ նեղ ոլորտային հարցերը գիտեք, կամ պատճենած են ինչ որ մենք արդեն արել ենք, կամ անում ենք, կամ էլ այտենց տոտալ պոպուլիզմա կամ օրինակ այդ 300,000 աշխատատեղը, չէ, որ ամբողջ օրը 300,000 թիվ են ասում, մեկը 300,000 աշխատատեղ, մեկը 300,000 ադրբեջանցի, ենթադրում եմ իրանք են ուզում այդ ամեն ինչը տեղի ունենա 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցու համար, որտեվ երկրորդը երբեք չի քննարկվել եւ մենք միշտ հերքել ենք դրա մասին, հիշում եք նույնիսկ մեր վաղեմի կամ նախկին գործընկեր Հովիկ Աղազարյանը անդադար ասում էր, որ խաղաղության համաձայնագրին կա կից հավելված, որտեղ գրած է դրա մասին, ու երբ որ մենք ասում ենք նա ստում է եւ նախ չգիտել եւ այդպես բան չկա, հետո եղավ հրապարակումը եւ բոլորը տեսան, որ դա չկար, իհարկե բոլորը ձենները կտրեցին այդ բանին, այդ թվում նա Հիմա այս քաղաքական ուժը, ասենք, գոնե գասի, չգիտեմ, փողոցները այս ինչ բանն եմ անելու, կրթությունը այն ինչ բանն եմ անելու։ Տեսեք, մի կարծիք կա, պարոն Թորոսյան, տնտեսությունը մյուս բանն եմ անելու, հա։ Այ ասում են, շատ ոլորտային, այդպես նեղ ոլորտային հարցեր առաջ չեն քաշվում, ինչու, որովհետև օրհասական հարցերում դրանք չկան այս պահին, օրակարգային թիվ 1 հարց չեն։ Օրակարգային թիվ 1 հարցը ձեր իշխանությանը հեռացնելն է։ Չէ, տեսեք, բայց դրա համար չեն առաջ քաշում օրինակ սոցիալական ոլորտը։ Հրաշալի, պատասխանեմ դրան։ Իշխանությանը ով է հեռացնում։ Դե ժողովուրդը պիտի հեռացնի։ Okay, պատասխանը ճիշտ է, ժողովուրդը։ Ժողովուրդը ինչու պետք է հեռացնի կամ հեռացնելու կարիք չկա, որտեվ մեր ժամկետի լրանալուն պես իշխանությունը վերադարձվում է ժողովրդին, ոնց որ մենք անցյալ անգամ արեցինք, եւ ժողովուրդը նորից որոշում է այն ում տա, հա, որտեվ մեր եւ օրենքները եւ ընդհանրապես ժողովրդավարական երկրի գաղափարությունը դրա մասն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ մեզ, ոչ նրանց, որևէ մեկին, եւ այն ժամանակավոր պատվիրակում է այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին, որպեսզի այն իրացվի, հա։ Հիմա ժողովուրդը ինչու պետքա իշխանությունը պատվիրակի ոչ թե մեզ, այլ իրանց։ Իրանք պետք է դա ժողովրդին կարողանան, չէ, բացատրել։ Մենք ունենք մեր բացատրությունները, ինչու պետքա մեզ պատվիրակի։
իրանք իմ ասած այդ է, որ ունեն նույն բացատրությունները, որոնք արդեն չեն աշխատել, հասկանում եք, դա խնդրեմ։ Ես դրա համար եմ ասում, որ քարոզարշավը ինչքան էլ որ հետաքրքիր է լինելու, որտեղ մենք շփվելու ենք ժողովրդի հետ ու ամենաշատ մենք ենք շփվել եւ ոչ միայն քարոզարշավի ժամանակ, ասենք ես այն օրը կառավարության նիստից նստած մտածում եմ, ասում եմ վարչապետը մեր բոլոր գյուղերի, բոլոր ճանապարհների, բոլոր կամուրջների անունը ասենց անգիր հիշում է, դաժե մոտապես գիտի որտեղ է, ասում եմ ոնց այս մարդը այսքան բան հիշում, շատ པարզ, որտեղ հանձամ գնացել տեսել է եւ 3 չի տեսել, այլ 3 տարի առաջ, 4 տարի առաջ, 8 տարի առաջ արդեն այնքան է նույն տեղերում եղել, արդեն ասում եմ մի րոպե, բայց այն ճանապարհը ոնց որ մի 7 տարի առաջ ենք վերանորոգել, ոնց որ արդեն նորից ժամանակն է եւս մեկ անգամ վերանորոգելու եւ այդ լավ է, որ խոսում ենք, հանդիպում ենք եւ այլն, բայց մյուս կողմից վատ է, որ բանավեճի մեջ չկա մի հատ տենց լավ բովանդակություն, որ մի քիչ ուղեղը ծանրաբեռնես, որ հասկանաս ոնց տակից դուրս գաս, հա, այդ է խնդրեմը։ Այս ներկայացնում փոփոխություն չեք տենում մասնակիցների։ Չէ, չեմ տեսնում։ Դե այն երրորդ ուժի մասին, որ այդքան խոսվում էր, չեք տեսնում, կա այդ երրորդ ուժը, որ այ 21 թվականից շատ է ինչ է ասում, մեզ պետք է երրորդ նոր ուժ։ Դե մի հոգի ասում էր, լուսավոր Հայաստանն էր ասում։ Իրանք էլ կան, թող լինեն երրորդ կամ 13-րդ ուժը, դա էական չի, բայց բանի առումով էլ դա լա, գիտեք, այնքան խոսալու բան կա։ Եկեք նայենք ցուցակները, հիմնական 3 մրցակիցների մեր դեմ, հա։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ ԲՀԿ։ ԲՀԿ-ում, ասենք, մարդիկ են, որոնք Հայաստան դաշինքի մաս են կազմը, իդեպ մի մասը հենց հիմա Մայր Հայաստան ավականու կազմ են Երևանի, այդ նույն ավականու կազմից մի հոգի գտնվում է ԲՀԿ-ի ցուցակում, մի քանի հոգի գտնվում են նույն Հայաստան դաշինքի ցուցակում, ուժեղ Հայաստանի ցուցակում գտնվում են մարդիկ, որոնք որ էլի եղել են նախկին այդ ուժերի ցուցակում, ասենք օրինակ նույն Մարտուն հաճա բանը Գյումրու քաղաքապետը գործող, որը կոալիցիայի մեջ է Մարտուն Գրիգորյանի հետ, որը ԲՀԿ-ի ցուցակում է, այսինքն ըստ էության բարի սուղի իմաստով այն որ թղթա քարտերի բանը խառնում ես, վարչապետը ազգային ժողովում բաժանում ես, ում ինչ ընկա, բարես ուղիղ իմաստով։ Հիմա այդ մարդկանցից ուրիշ ինչ բովանդակություն սպասես։ Ես ցավում եմ դրա համար, անկեղծ որպես քաղաքացի, բայց ուրախ եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որտեղ այդ թեզերը ի սկզբանե մեռելածին են, այն ինչ որ իրանք հիմնականում ասում են, շատ քիչ բան կա, որ բովանդակությունն է, որոնց որ դու ուզում ես անդրադառնալ, իսկ գլոբալ թեման խաղաղության շուրջ դե ամբողջությամբ բան է, այտենց պատերազմա կենտրոն եւ պատերազմա տենչ, հա, որովհետեւ ասում է խաղաղությունը լավը չի, իրեք բան են ասում, իրեք այդ խաղաղության, մեկ ասում պետք է լինի երաշխավորված, մյուսը ասում է արժանապատիվ, մյուսն էլ ասում է ուժեղ, չգիտեմ այդ ինչա նշանակում անկեղծ ասած այդ երեքն է, որտեղ խաղաղությունը կամ կա կամ չկա, իսկ մենք հիմա ունենք խաղաղություն, իրական խաղաղություն, հաստատված օգոստոսի 8-ից հետո, խաղաղության հռչակագրերից հետո Ամերիկայում ստորագրված, որոնք գիտեք նաև ստատիկ չեն մնացել, չի եղել պարզապես այդ պահը եւ վերջ։ Դրանից հետո զարգացել է խաղաղությունը, ճանապարհներն են սկսել օգտագործվել Ադրբեջանի, առևտուրը սկսվել Ադրբեջանի հետ, հույս ունենք նաև ուղիղ ապաշրջափակում կլինի ոչ թե միայն Վրաստանի միջոցով, որը մեր հիմնական նպատակն է, Թուրքիայի մասով ինչ որ զարգացումներ կան ու ժողովրդին ասում են ժողովուրդ ջան, սա է ամենակարևոր բանը, եկեք դեր կանգնենք, որտեղ է մյուս ուժերը ասում են, չէ, հələ մի րոպե, պետք է գնանք, ասենք, այս սխալ է, այն սխալ է, այն սխալ է, այն դեպքում, երբ որ եւ հրապարակված փաստաթղթերով եւ իրականության մեջ դա հիմնված է միջազգային իրավունքի վրա, մեր սահմանների անկախտելիության, մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության, անկախության, ալմանաթի հռչակագրի վրա, որից ավել բան հնարավոր չի ստանալ միջազգային իրավունքից, հա, որտեղ միջազգային իրավունքը դրա մասին է։ Այդ մարդիկ ասում են, չէ, երեք ասում են ինչ որ հողեր պետք է հետ վերցնենք, հետաքրքիր է ոնց եւ ումով վերջը, հիմա չանձնավոր եմ էլի։ Այ այս խաղաղության խոսույթին զուգահեռ հատկապես վերջին օրերին եւ երբ եվրոպական քաղաքական գագաթնաժողովներ, քաղաքական համայնքի, այ ասում են Ալիևի խոսքը տեսակ, տեսնում եք, որ հռետորաբանությունը այդքան էլ չի փոխվել, նույն դրամաբանությունն ակնհայտ էր, որ Ալիևը այս համայնքի մեջ առանձնանում էր իր պատկերացումներով, մտքերով, գաղափարներով
մեզ համար որքանով է կարևոր, որ նաև հռետորաբանությունը փոխվի այ գործողությունների մասով, եթե փոփոխություն տեսնում ենք, հռետորաբանության մասով ինչ կարևորություն։ Շատ կարևոր է, որտեվ ձևավորվող խաղաղությունը եւ ընդհանրապես ժողովուրդների միջև ձևավորվող բարի դրացիականությունը առնվազն բերելու է նաև հռետորաբանության փոփոխության, բայց դա չի կարող լինել մի օրում։ Եվ հիմա օրինակ եթե համեմատենք այսօրվա հռետորաբանությունը, մի տարվա առաջվա հռետորաբանությունը, դրանք նույնպես արդեն փոխված են։ Ասենք նույն այդ 300,000 ադրբեջանցիների թեման, հա։ Նույնիսկ Ադրբեջանից են հերքում, որ երբեք նման բան չի քննարկվել եւ չէ կարող քննարկվել, հասկանում եք, բայց հիմա ստացվում է, որ մեր քաղաքական ուժերն են ադրբեջանական օրակարգ ամբողջ օրը սրսկում մեր ժողովրդի մեջ, հա։ Ով է ավելի շատ խոսում ադրբեջանցիների վերադարձից, ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Մեր քաղաքացիներն դրա մասին չեն խոսում, որտեղ գիտեն, որ այդպես բան չի լինելու, խոսում է ուժեղ, հիմա ով է ուզում, որ դա տեղի ունենա։ Մեր քաղաքացիները, մեկ թե այն կուսակցությունը, որը դրա մասին խոսում է։ Եվ այո, բայց իհարկե կան վերքեր հետ կոնֆլիկտային, հա, որոնք մի օրում չեն լավանում։ Հիմա կներեք, ինձ շատ են քննադատում դրա մասին, երբ որ ես ասում եմ եկեք մի հատ հիմա այստեղից աբստրահվենք, գնանք մեզ դնենք մի հատ սովորական ադրբեջանցու տեղ ու տենց նայենք Հայաստանին, ինչ պետք է մտածենք իր մասին։ Էլ չասած ղեկավարությանը, որը տենց իր բաներն ունի, հա, օրակարգերը ունի, նաև հաշվառելով նաև պետության տեսակը, դու գիտեք, ասենք ժողովրդավարության տեսանկյունից եւ այլն։ Ինչ պետք է այդ մարդիկ անեն եւ ասեն։ Եվ այո, մենք պետքա դա նաև առնվազն գիտակցենք, ճանաչենք մեր հարևանին կամ հակառակորդին նախկինում, որտեվ ես հիմա կարծում եմ, որ մենք պետք է դա մեր մեջը պետք է փոխենք, հակառակորդից տրանսֆորմացնենք հարևան, բայց դա էլ է դժվար, նույնիսկ մեր համար է դժվար, հասկանում եք։ Եվ իշխանության մեջ եղած մարդկանց եւ սովորական քաղաքացիների համար, որտեվ առնվազն 30 տարի եղել է հակառակորդ թշնամի, եթե հանենք սովետական բանը ժամանակաշրջան, բայց եթե սովետական եւ նախասովետականն էլ դիտարկենք, որպես թուրքական պետություններ, հա, երկու հատ, սա ասում է 100-150 տարի եղել են տենց հակառակորդ գից թշնամի կարգավիճակում, բայց դա էլ է դժվար փոխել։ Օրինակ ես այդ առումով մեր ժողովրդի այն բաներն էլ եմ հասկանում, էմոցիաները, բայց առաջնորդությունը նաեւ նրա մասին է, որ դու քո ժողովրդին ուղեկցես այդ փոփոխություններով, ինքդ փոխվես եւ ուղեկցես, ոչ թե բանանես այդ լավացող, նոր լավացող վերքերի վրա աղլացնես, ասես չի կարելի որ վերքը լավանա, որտեղ վերքը պետք է միշտ արունահոսի, իսկ ինչի պետք է արունահոսի, որտեղ դա անհրաժեշտ է իմ Զամորսկի տերերին։ Պարոն Թորոսյան, շատ տարբեր ուժեր խոսում են սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, բայց դուք եք մեղադրվում միշտ, որ ուզում եք գաք ու սահմանադրություն փոխեք։ Ինչու այդպես կասեք։ Սահմանադրություն փոխելու մասին մենք խոսել ենք դեռ 10-19 թվերից, հա, 10-ից հիմնականում, եւ փոփոխելու հիմնական նպատակը այդ մեր երկրի ամենակարևոր իրավական փաստաթուղթը հենց սահմանադրությունը, հա, որ ամեն ինչի սահմանները դնում է, եւ մայր օրենքը օրգանական կապով կապելն է մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ այն ինքն է ընդունել, որ դա իր ցանկությունն է, ոչ թե օրինակ կեղծված սահմանադրական հանրակրվեի, ոչ թե մի օտար ուժի կամ կուսակցության, որի հետ ինքը չի կապել իր հույսերը, այլ կուսակցությունն է հանրապետական կուսակցության մասին է խոսքը, նախկինում էլ այլ կուսակցությունների, որոնք որ ընտրությունները կեղծել են, հետո հանրակրվեն են կեղծը։ Այդ է եղել հիմնական նպատակը, բայց նաև այո, ուրիշ նպատակներ էլ կան, որպեսզի մեր սահմանադրությունը լինի մեր մասին, ոչ թե ուրիշների մասին, մեր երկրի մասին, իրական, սուվերեն, մեր տարածքային ամբողջականությամբ 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության մասին, ոչ թե ինչ որ մեր մի հարևանի, դա կլինի Թուրքիան կամ մյուս հարևանի, որը Ադրբեջանն է մասին, հա։ Եվ այս տեսանկյունից մենք միշտ թափանցիկ եք եղել, ոչ մի բան չենք թաքցրել, որ անհրաժեշտ է ունենալ սահմանադրություն, որը մեր երկիրը, մեր պետությունը, մեր պետականությունը, ինքնիշխանությունը ուժեղացնելու է, ոչ թե իր ձևակերպումներով կասկածի տակ դնելու եւ թուլացնելու, որը որևէ պահանջ չի ունենալու հարևաններից, հակառակը
հիմնված է լինելու հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խաղաղության կոնցեպտի վրա, ինչու ոչ նաև դետալային տեխնիկական ավելի լավն է լինելու, որովհետև մենք նաև Դες համանadrությունը 15 թվին է ընդունվել, փաստացի 11 տարի է գործում, բայց մենք ընթացքում առերեսվել ենք տարբեր խնդիրների հետ, սկսած օրենսդրական տեխնիկայի առումով վերջացած շուտ նշանակումներ, բաներ հիշում եք, տենց կրիզիսներ եղավ, նախագահի ինստիտուտի հետ կապված եւ այլն, դա պետք է ուղղվի աստիճանաբար։ Եվ քննադատություն կա թե չկա, մեր տարբերությունը շատ ուժերից դրանն է, որ մենք չենք փախչում, հա, նույնիսկ քննադատությունից։ Մենք փորձում ենք բացատրել, նորից եմ կրկնում, առաջնորդությունը հենց դրա մեջ է, որ դու քո ժողովրդին, նույնիսկ քո տեսլականը, երբ որ ուզում ես ներկայացնես, չես վարանում մանրամասն բացատրել, խոսել, ուղեկցել, ոչ թե ասես սենց է եւ վերջ։ Ոնց որ օրինակ մի գիշերում ԵՄ-ից ԵԱՏՄ ես անցնում, ասում ես դե գնացեք ոնց ուզում եք յոլա գնացեք այդ որոշմանը, չէ, մեր չափ ոչ մեկ ժողովուրդը չի խոսում ու չի բացատրում այդ ամեն ինչը։ Այ ասում եք, որ չպիտի լինի օրինակ հարևանի մասին, բայց դա նախ եւ առաջ մեր մասին է, մեր պատմության մասին է։ Առհասարակ պատմությունները պիտի ինչ որտեղ արձանագրվեն, չեն կարող ամեն դեպքում մտքում պահել։ Պատմության գրքերում։ Բավական է։ Ամբողջությամբ, որտեղ պատմության գրքերը նաեւ նրա մասին են, որպեսզի այդ պատմության դառ էջերը կամ ցավոտ էջերը երբեք չկրկնվեն։ Եվ երբ որ դրանք դու փորձում ես կրկնել կամ ամրագրել նաև իրավական փաստաթղթերի մեջ, դու կարծես դա դարձնում ես ինքնակատարվող կանխատեսումներ, հա, որտեվ դու դնում ես դա որպես ական, հա, քո պետականության տակ, որը ինչ որ մեր պայթելու է, ոնց որ պատմությունը ասում է, հա, միշտ եղել են ականներ, որոնք պայթի, հիմա օրինակ Կարսի ու Էրզրումի պատմությունը վերցնենք, ասենք Կարսում նստած Էրզրում էին գերազում, Կարսը կորցրեցինք, ինչու՞։ Որտեվ Կարսը մերն էր, մենք Կարսի պաշտպանությամբ չենք զբաղվում, մտածում էինք, որ ինչ որ օտար ուժեր կպաշտպանեն, ու ասում էինք պետքա գնանք Էրզրումը մերը դարձնենք, հետո եղավ այն ինչ որ եղավ, երբ որ թշնամին եկավ եւ ուզում էր Կարսը գրաver, ոչ մեկ չկռվեց ըստ էության, եւ միայն գնացքի կայարանի մասն էին բոլորը մտածում, երբ շուտ փախչեն։ Ինչի՞։ Այդ դրան բանն է, այսինքն դա մտածելակերպի հարց է, սոցիալ-հոգեբանական հարց է։ Ես դրա համար եմ ասում, որ իրավական փաստաթղթերը պետք է լինեն քո լեգիտիմ պետության մասին, քո լեգիտիմ սահմաններով, լեգիտիմ տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ եւ ոչ թե ուրիշ պետությունների մասին, որոնք այս պահին նորից միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի կանոնադրությամբ համարվում են էլի լեգիտիմ պետություններ, բայց այլ պետություններ, հա, ոչ մեր պետություն, այսինքն կա Հայաստանի Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս բոլոր 5 երկրները ՄԱԿ-ի կանոնադրությամբ ճանաչված պետություններ են իրենց տարածքային ամբողջականությամբ։ Հիմա մեր սահմանադրությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մասին, թե մեր հարևանների մասին։ Ինչ թվում է շատ པարզ է այդ հարցի պատասխանը։ Ինչքան է որ դա ցավալի լինի, եւ այո, պատմությունը նրա մասին է եւ նրա համար է արձանագրված պատմությունը, որպես այդ պատմությունը կրկնես միայն հաջողված դեպքերով, ոչ թե չհաջողված, որպեսզի նորից դասեր քաղած գոնե մի 50 տարի հետո այդ պատմության գրքի մեջ ուրիշ բաներ գրած չլինի, գրած լինի, որ ասենք վերջի 50 տարում կամ վերջի 80 տարում, հա, եթե հիմիկվանից 50 տարի հաշվենք, Հայաստանի Հանրապետությունը իր տարածքային ամբողջականությամբ կայուն է մնացել, ժողովուրդը ավելի լավ է սկսել ապրել, հնարավոր է նաև շատացել է, չնայած դեմոգրաֆիկ շատ խնդիրներ ունենք, այնքան լավ տեղադարձել, որ շատ հայեր, որոնք լքել էին Հայաստանը 90-ականներին, հանրապետության սկզբի տարիներին, պատերազմի, բաների, չգիտեմ, վատ տնտեսական պայմանների պատճառով վերադարձել են Հայաստան, ուրիշ երկրի քաղաքացիներ են փորձում տեղավորվել Հայաստանում, որտեղ Հայաստանը ավելի ցանկալի երկիր է դարձել իրենց երկրին։ Ուրիշ բանի մասին պիտի լինի Հայաստանը։ Երջանկության մասին պետք է լինի Հայաստանը, ոչ թե դժբախտության, եթե մի բառով ասեմ։ Հուսանք, որ այդպես կլինի, սա անսպար թեմա է, կարծում եմ, պարոն Թորոսյան, մենք անդադար կարող ենք խոսել, դրա համար ճիշտ կլինի երևի անցում կատարել ոլորտային հարցերին, այ նախորդ անգամ, երբ մենք զրուցում էինք, հիշում եմ, որ նպաստառուներից եւ առհասարակ այն ընտանիքներից ենք խոսում, ովքեր անապահովության մեջ են, նպաստներ են իրենց տրամադրվում, ու դուք մշտապես շեշտում եք, այդ եթերի ժամանակ էլ շեշտեցիք, որ դա թակարդի նման նաև ինչ որ չափով, որովհետև չի կարելի մարդկանց անընդհատ դրա մեջ պահել։ Այ հիմա այս պահին ինչ աշխատանք է կատարվում, որպեսզի այդ մարդկանց ճանապարհեք դեպի աշխատաշուկա,
որպեսզի ավելի արդյունավետ գործի այս ամենը։ Միանշանակ ճիշտ եք ասում եւ մենք միշտ շեշտում ենք մեր խոսքում ես վարչապետը իմ գործընկերները որ բարեկեցության ճանապարհը աշխատանքն է ոչ թե որևէ նպաստ հա Եթե դու կարող ես իհարկե աշխատել, որտեղ կան քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել, անաշխատունակ են, տարիքը չի ներում եւ այլն, եւ այդ քաղաքացիների համար պետությունը պետք է միշտ հոգ տանի։ Միշտ դա երեխաներն են, տարեցներն են, հաշմանդամներն են եւ մյուս քաղաքացիները, որոնք որ ինչ որ մի պահի խոցելի վիճակում են, նրանցով էլ պետքա պետությունը զբաղվի եւ հոգ տանի, բայց հոգ տանի ինչպես կամ ինչի համար, որպեսզի նրանք դուրս գան այդ խոցելի վիճակից, հա։ Հիմա նույն անապահովության համակարգը, որը կոչվում է Փարոս, հա։ Ինչի մասին է։ Մենք ունենք քաղաքացիներ, դա ինչ ասեմ, շատ տխուր բան է, որ հիմա ասում են, որ 90, ասենք 5 թվից Փարոսի մեջ են։ Դա ինչի մասին է, այդ համակարգի լավ լինելու թե վատ։ Իմ համար ակնհայտ է, որ եթե մարդ կարա 30 տարի լինի Փարոսի մեջ, ու դա գիտեք ինչ է նշանակում, որ իրանք երեխաներ են ունեցել, այդ երեխաները մեծացել են, երեխաները իրանք են դարձել շահառու, ու եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նույն բանն է լինելու, իրանք երեխաներն են մնալ։ Այսինքն դա ոնց վերարտադրվող աղքատություն է բառի ուղիղ իմաստով։ Իհարկե լավ լուրեր էլ կան, վերջի 8 տարում Փարոս համակարգում եղած մարդկանց թիվը 2 անգամ քչացել է մոտավորապես, մենք հիմա մոտ 48000 ընտանիք ունենք, ի համեմատ 110,000 մոտավորապես ընտանիքի 2018 թվի։ Բայց աշխատում են այդ մարդիկ։ Իհարկե աշխատում են, որովհետև նաև ունենք աշխատատեղերի աճ, նոր աշխատատեղեր, մոտ 300,000 նոր աշխատատեղ եւ գործազրկության իջած թիվ, աղքատության իջած թիվ, որոնք իհարկե հեռու են մեր երազած լինելուց, բայց ճանապարհը ճիշտ է։ Իսկն մի քիչ միգուցե դանդաղ, միգուցե արագ, չնայած այս դանդաղ չէ ել համարի, որտեղ տնտեսական աճը ամեն դեպքում աշխարհի այլ պետությունների համեմատ մենք միջինից բարձր տնտեսական աճ ունենք եւ դա շատ լավ է ու այդտենց էլ շարունակելու ենք, բայց այդ ամեն ինչը բերել է նաև քչացման, բայց միևնույնն է, որ այդ մարդկանց մեջ, այդ 48000 ընտանիքների մեջ կան շատ ընտանիքներ եւ մեծամասնությունը հենց այդպիսին են, որոնք կարող են աշխատել եւ պիտի աշխատեն։ Իհարկե կան նաև ընտանիքներ, որոնք աշխատում են, բայց թաքցնում են իրենց աշխատանքը, ունեն գույք, բայց թաքցնում են իրենց գույքը, եւ մենք պիտի խրախուսենք, որ դա տեղի չունենա ու դրա համար տեղի է ունենալու այդ համակարգի բարեփոխում, որը մենք պիլոտավորել ենք 2 մարզում, 1 տարի արդեն Սյունիքում եւ Կոտայքում այլ համակարգ է գործում, որը հենված է հենց աշխատանքի վրա։ Ինչ իմաստով, այսինքն մենք քաղաքացուն առաջարկում ենք աշխատանք, ավելին մենք ծրագիր ունենք, որ այդ աշխատանքի փողն ենք մենք տալիս, օրինակ հասարակական աշխատանքների ծրագիր ունենք, որ օգնում ենք համայնքներին կամ տարբեր կազմակերպություններին, այն քաղաքացիներ, որոնք որ անապահովության այդ նոր համակարգում են, իրանք պետության հաշվին աշխատանք տան, որ մարդիկ սովորեն աշխատել առաջին հերթին եւ երկրորդը կարծես թե կոմպենսացնեն իրենց նպաստ ստանալը եւ նաեւ այս համակարգի մեջ մի էական առանձնահատկություն կա, որ նախկին Փարոսում հենց ունենում էր աշխատանք, միանգամից կտրվում էր Փարոսից, դրա համար մարդիկ չէին ուզում աշխատեին։ Հիմա այդպես չի, երբ որ մարդը աշխատանք է գտնում այս նոր համակարգում, մենք ինչ որ ժամանակ դեռ իրեն տալիս ենք, այո, որպեսզի ինքը սովորի աշխատանքին, հասկանա, որ աշխատանքով է հնարավոր բարեկեցություն ապահովել, ու ուրիշ հանգամանքներ էլ կան, անապահովության համակարգը ինչ էին նաև մարդիկ նախընտրում, որտեղ այնտեղ կային արտոնություններ, օրինակ անվճար առողջապահություն կար, պետպատվեր բոլոր անապահովություն ունեցող քաղաքացիների համար։ Հիմա այդքանի որ առողջության ապահովագրությունը ներդրվեց, արդեն բոլոր աշխատողները կունենան 27 թվականից ապահովագրություն, այսինքն կարիք չի լինի մնալ Փարոսում, որպեսզի ունենաս ապահովություն։ Երեխաները ունեն, 65+ տարեցները ունեն, հաշմանդամները ունեն, մնում են աշխատող քաղաքացիները, աշխատունակ, իրանք էլ աշխատելու դեպքում ունենալու են, այսինքն մենք նաև հարակից համակարգերի ռեֆորմերով բերելու ենք նրան, որ աշխատելը լինի շատ ավելի ձեռնտու, քան չաշխատելը։ Անդրոսյան, իսկ կան հստակ ոլորտներ, ուղղություններ, որտեղ ճանապարհում եք այդ մարդկանց, այսինքն որ բաց է այդ ուղղությունը աշխատաշուկայում ու հենց այդ մարդկանց համար է դա նախատեսված, որ այդտեղ հատուկ ուղղություններ կրթության մակարդակի համեմատական էլ անցկացնելով ամեն դեպքում։ Իհարկե, այդտեղ վերապատրաստման, հմտությունների զարգացման անհրաժեշտություն հաճախ է լինում եւ մենք տես տարբեր խմբերի քաղաքացիների համար ծրագրեր ունենք եւ ավելի շատացնելու ենք
բայց այնց կոնկրետ մի ուղղություն չկա իհարկե, եւ ես չեմ կարծում, որ որևէ աշխատանք ավելի վատնա կամ քիչ պատվաբեր, քան ընդհանրապես չաշխատելը, եւ հաճախ էս վարչապետն էլ սրա մասին ասում, ասենք ոնց կարա չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր լինի, քան աշխատելու աշխատավարձը, այդ նշանակում է, որ կա այլ եկամուտ կամ պետության տված գումարը նպաստի տեսքով բավարարում է, որը չեմ հավատում, որովհետեւ այն Փարոսի գումարները շատ ցածր են եղել 20, 30, 40 հազար դրամ ա եղել, հասկանում եք, չի կարելի դրանով ընտանիք պահել, ու ընտանիքին ոչ թե անձին լեն, հələ միտեղ հասկանայի։ Բայց նաև մեր մյուս համակարգերն են նպաստում, որ ավելի շատ եկամուտ ստանանք երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստը, որը 50,000 դրամա մինչեւ 6 տարեկան, հիմա բարձրացրել են հաշմանդամության, կենսաթոշակները, այսինքն կողքից շատ բաներ բարձրացրել, որ քաղաքացին ուզենա ամեն դեպքում դուրս գա այդ վիճակից, եւ բայց այդտեղ նաեւ այդ ցանկությունը շատ մեծ ճահիճ է, եւ նաեւ իհարկե տարբեր ծրագրեր են կանելու թվային գրագիտության, մեծ ծրագիր են ուզում անել գործազուրկների համար, որտեվ պարզ թվային գիտելիքներ չունեն քաղաքացիները, ինքնակենսագրական կազմեր, էլեկտրոնային հասցե ունենալ, էլեկտրոնային ստորագրություն դիմել, հաճախ գործն էլ կա, մարդն էլ կա, իրար չեն կարողանում գտնել։ Ու եթե չլիներ այդ գործը, մենք այսքան դրսից աշխատող չենք ունենա պարզապես։ Այ ծնելիության խթանման ծրագրերից կուզեմ մի փոքր էլ խոսենք, այ գումարներ են բարձրացել ձեր իշխանության ժամանակ, բայց մարդիկ էլի այդ թակարդի մեջ են կարծես, թե ընտանիքներ կան, ովքեր մտածում են երեխա ունենան, զուտ այդ միանվագ գումարը ստանան կամ այդ որոշակի տարիք սահմանված գումարը ստանան ու արդեն իրենց մեծ հաշվով չի էլ հետաքրքրում այդ երեխաների ապագան։ Մենք այդ մասով կարծում եմ լուրջ խնդիր ունենք սերունդների դաստիարակության, կրթության եւ այլն ապագայի ձևավորման հարցում։ Նախ ինչ շեմեք սահմանել այս ծրագրերը ուր պիտի տանեն առհասարակ Հայաստանի Հանրապետությանը մեր ընտանիքներին ու ոնց այդ խավի հարցը լուծենք։ Ես փորձում եմ անցնել այն հարցերով, որոնք մենք մի անգամ քննարկել ենք, հասկանալու թե ինչ փոփոխություններ ունենք այդ իմաստով։ Նախ ժողովրդագրությունը խնդիրը հիմա աշխարհի բոլոր երկրների համար չկա տենց երկիր, որ ժողովրդագրական խնդիր չունենա, սկսած ասենք Չինաստանից, որը թվում է թե աշխարհի ամենամեծ բնակչությունն է, չնայած հիմա Հնդկաստանն է ամենամեծը, բոլորը ունեն ժողովրդագրական խնդիր, մենք էլ ունենք։ Մենք ցավոք սրտի ունենք իջեցող թվերով ծնելիություն եւ 25-ի թվերը կրկին ավելի ցածր են եղել, քան 24-ինը, հույս ունեմ 26-ին ինչ որ բան կփոխվի դեպի դրականը։ Եվ դեմոգրաֆիան բազմագործոն է, այսինքն ժողովրդագրությունը միայն ծնելիության խթանման հարցը չի, այնտեղ նաև կա ակտիվ երկարակեցության հարց, միգրացիոն հարցեր, կրթության հասանելիության, առողջապահության հասանելիության, բնակարանային ապահովության եւ մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ փորձել այդ բոլոր կետերով բարելավված իրավիճակ ունենալ։ Հիմա տեսեք, միանվագ ծննդյան նպաստը, հա, երբ որ մենք երեխայի կարգաթվով պայմանավորված ավելի մեծ գումարներ ենք տալի, 1.5 միլիոն դրամ, հա, 4-ից, եթե չեմ սխալվում։ Դա բերել էր մի իրավիճակի, որ այո, շատ ընտանիքներ պարզապես երեխա են ունենում այդ 1.5 միլիոն դրամի համար եւ իրենց շատ հետաքրքիր չէր այդ երեխաների կամ ոչ թե հետաքրքիր չէր, այլև իրենք ինքնըստինքյան ընկնում էին եւս մեկ երեխա մեծացնելու բեռի տակ, հա, չունենալով ընթացիկ աջակցություն, ոչ աշխատանք, ոչ էլ պետությունից աջակցություն։ Դրա համար մենք ինչ արեցինք։ Մենք ներդրեցինք երրորդ եւ հաջորդ երեխայի 50,000 դրամների աջակցության ծրագիրը, որը այս տարի դարձրեցինք մշտական նպաստ, որ տարածենք մինչև 6 տարեկան, ավելին հետ վճարով էլ այդ գումարը կարող է դառնալ 60,000 դրամ։ Եվ եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոն 320,000 դրամ է 6 տարվա մեջ։ Բայց 6 տարվա մեջ, ոչ թե միանգամից, որտեղ միանգամից տալու դեպքում քաղաքացիների նաև ֆինանսական գրագիտությունը եւ նաև օբյեկտիվ հանգամանք թույլ չեն տալու դա բաշխել ինքնուրույն 6 տարիների մեջ, արագ ծախսելու են, մի մեծ բան կանեն, չգիտեմ, տան վրա, իրենց վրա մեքենա, տանիք, գույք, տարբեր պարտքերի փակում, արարողություններ, միջոցառումներ եւ վերջ։ Եվ հիմա մենք ինչ ենք անում, առաջ նախ հավասարացրել ենք բոլորի միանվագ ծննդյան նպաստը սեպտեմբերի 1-ից, որտեվ նպաստի իմաստը երեխայի ծննդյան շուրջ ծագող հարցերի լուծումն է։ Այսինքն
մահճակալ, սայլակ, շոր, կեր, եթե բնական սնուցում չկա, չնայած ճիշտը բնական սնուցումն է։ Արժանապատիվ մանկություն ապահովելու։ Որպեսզի այդ ստարտային հարցում իրենք մենակ չզգան, հա, ընտանիքները, եւ դա շատ կարեւոր է։ Բայց ընթացիկ երեխաներին մեծացնելու դաստիարակել հոգտանելու կան ընթացիկ ծրագրեր։ Նախ մինչև 2 տարեկանը մենք բոլոր կանանց անկախ նրանից իրանք մինչև այդ աշխատել են թե չեն աշխատել վճարում ենք մինչև երեխայի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը, այնտեղ 31600 կամ 37500 կախված նրանից դրանք մինչև այդ աշխատել են թե չէ, իսկ գյուղաբնակ աշխատած կանանց դրանց գումարը միասին 69 բարդ ֆորմուլա է 69-100 ոնց որ թե գալիս որ գումարում են ամսական մինչև 2 տարեկան։ Եթե երրորդ երեխան է, դրա վրա նաև 50000 դրամ։ Այսինքն պատկերացնեք, մի անգամից 120000 դրամ մարդը փող է ստանում իր երեխայի հոգսերը հոգալու համար, մինչև 6 տարեկան, ինչը շատ մարդիկ նույնիսկ այդքան աշխատավարձ չեն ստանում։ Դա փոքր գումար չի ամեն դեպքում։ Շատ մարդիկ նույնիսկ այդքան աշխատավարձ չեն ստանում։ Այդ մի ծրագիր։ Երկրորդը երեխա ունեցող մի քանի ծրագիր, բայց դրամային էկվիվալենտով, միանավակ ծննդյան նպաստ եւ ընթացիկ նպաստներ։ Մյուսը երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրերն են, որոնցից 10000-ից ավել քաղաքացիներ արդեն օգտվել են, դա մարզային բնակավայրերում նոր տուն կառուցելու հիպոթեկային ծրագիրն է, որ մենք տալիս ենք նախնական կանխավճարը, կամ գործող հիպոթեկների դեպքում, երբ որ ընտանիքում երեխա է ծնվում, իջացնում ենք մայր գումարից, օգնելով քաղաքացիներին, որ իրենց բեռը թեթև լինի։ 16 միլիոնների ծրագիր է, որը ուղղակիորեն կապված է այլ երեխաների հետ, այսինքն այնտեղ կամ այդ տները կարող են կառուցել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կամ նոր ստեղծող ընտանիքները, երբ որ ծնողների հանրագումարը տարիքների չի գերազանցում 75 տարեկանը եւ դրա մեջ մի հատ էլ առանձին կոմպոնենտ դպրոցների մասով, որտեղ երեխաները պետք է լինեն ոչ միայն անչափահաս, այլ մինչեւ 10 տարեկան, այսինքն այդ ամբողջ ծրագիրը 16 միլիոնների, որով կառուցվել է 2400 տուն արդեն Եվս 1400-ը հիմա է կառուցում եւ մեր նախընտրական ծրագրով ունենք մոտակա 5 տարիներին 3000 տան կառուցում ու ամբողջությամբ երեխաների մասին է։ Իսկն ոչ մեկ երեխա չունեցող չի կարող այդ ծրագրից օգտվել։ Ու ուրիշ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի հիմա նախագիծ ունենք, որը հույս ունեմ կընդունվի եւ 27 թվականից ուժի մեջ կտնի 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար էլի բնակապահովում։ Այսինքն այդ բոլոր ծրագրերը տենց լեգոյի պես եթե հավաքենք, իրենք միտված են, որպեսզի շատ երեխաներ ունենան մեր քաղաքացիները եւ ոչ թե ունենալու համար, այլ այդ երեխաները ունենան արժանապատիվ նաեւ մանկություն, այլ չեմ ասում այլ ոլորտների, տեսեք, ես մենակ մերը ասացի, բա դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը դա էլ ամբողջությամբ դեմոգրաֆիայի մասն է, որ երբ որ ընտանիքը որոշի երեխա ունենալ եւ կինն էլ ուզենա աշխատի եւ դա շատ լավ է որ կանայք աշխատեն ինքը իմանա որ իր երեխան կարող է ցերեկային խնամք ստանալ մանկապարտեզում եւ հիմա նաեւ մտածում եմ մսուր մանկապարտեզում ապագայում է դպրոցում հետո էլ բարձրագույն կրթությամբ այսինքն որ քո երեխայի ապագան հնարավորինս տեսանելինի ել չեմ ասում մեր նախընտրական ծրագրում գրված կൂട്ടակային համակարգը որը ներդնելու են երեխաների կրթական ծախսերը հոգալու համար երբ որ ծնողը կարող է մասնակցել դրան պետությունն էլ կմասնակցի որ 18 տարի լրանալուն պես այդ աճող մեծ կրթական ծախսերը եթե կլինեն կարողանա հոգա ընտանիք այսինքն դա շատ երեխա է կենտրոն քաղաքականություն ունենք մենք այդ առումով Հրաշալի է այն մանկապարտեզների հարցով չգիտեմ որքանով է դա ձեր ոլորտի հետ առնչվում բայց կուզեմ ամեն դեպքում քննարկենք այ պետական մանկապարտեզներում հերթերը այսօր շարունակում են անհանգստացնել շատ ծնողների ու մենք գիտենք դրան զուգահեռ մասնավորներն են բացվում բարձր գներով որոնց չեն կարողանում իրենց երեխաներին ուղարկել այդտեղ էլ է հերթեր ասեմ իմ այո հերթեր է բայց պետականում մանկապարտեզ որը խնդիր ունի բանի երեխաների այո բայց դե ամեն դեպքում պետականի մասով ավելի մեծ է խնդիրը ձեր մասով դուք որքանով եք կապված այս հարցերի հետ եւ եթե անգամ կապված չեք փորձենք հասկանալ առհասարակ այս հարցը ոնց կարելի է լուծել կապված եմ որպես կառավարության անդամ որպես մեր կառավարության պատասխանատու բոլոր ուղղությունները այսինքն բոլոր կառավարության անդամներն պատասխանատու են ամեն ինչի համար եւ դուք գիտեք որ կրթությունը մեր
առնվազն այս վերջին 5 տարիների ամենակարևոր ռազմավարությունն ա եղել եւ ասում ենք ռազմավարությունների ռազմավարությունը նույնը լինելու է ապագա 5 տարիներին իհարկե այլ բաներ են լինելու ջրի հարցերը եւ այլն վարչապետը շատ է խոսում դրա մասին բայց դա մի քանի բան պետք է հասկանանք նախ ինչի են մանկապարտեզները քիչ եթե ու չեն հերիքում եթե երեխաները ըստ էության հիմա ավելի քիչ են քան օրինակ 30 տարի առաջ երկու պատճառ կա նախ նրանք ի սկզբանե քիչ են եղել մանկապարտեզները եւ ոչ սովետական միությունը ոչ էլ նորանկախ Հայաստանը այդ առումով երեխայակենտրոն եւ ծնողներին աշխատանքի դրթող քաղաքականություններ չի վարել այդ մեկ երկրորդը այդ մանկապարտեզների միստվար զանգվածը հիմա կամ քանդված են ինչ որ մարդկանց սեփականություններում, որտեղ սեփականաշնորհվել են, կամ այլ բաների տեղ են օգտագործվում, ասենք նայում ես, չգիտեմ, տներ են այդտեղ մարդկանց տրամադրված կամ շենքեր են կառուցվում մանկապարտեզների կենտրոնը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ինչ ենք մենք ասում, մենք հիմա կառուցել ենք վերջին 5 տարում 500 մանկապարտեզ կամ վերակառուցել են գործող մանկապարտեզ եւ համարում ենք, որ դա քիչ է։ Եվ ցանկացած բնակավայրում պետք է լինի հասանելի մանկապարտեզ, որ երեխաները նախ իրենց նախնական կրթությունը, որտեղ մանկապարտեզն էլ է կրթություն, մանկապարտեզը միայն խնամք չի։ Եվ ամենակարևորն է, կարծում եմ։ Բազային բաները այդտեղ են երեխաները սովորում, քաղաքացի լինելու, լավ քաղաքացին լինելու, չգիտեմ, ճանապարհը ճիշտ տեղից անցնել, չհաղթոտել, վատ սովորություններ չծխել, չխմել եւ այլն։ Նույնն էլ հետո շարունակվում է դպրոցում։ Եվ մեր քաղաքականությունների հիմքում է դա, որ պիտի հասանելի լինի։ Հիմա եթե ասենք հերթեր կան, իհարկե կան, բայց 5 տարի առաջ ավելի շատ հերթեր կային։ Եվ գիտեք, ոչ միայն հերթեր կային, օրինակ կան բնակավայրեր, հատկապես գյուղական, որտեղ երբեք չի եղել մանկապարտեզ։ Աստղ այնտեղ հերթ չէր կարա լինել, որտեղ չկա մանկապարտեզ։ Հիմա կա մանկապարտեզ եւ երեխաները գնում են եւ գիտեք որ շատ տեղեր կրթահամալիրներ են մենք կառուցում դպրոց մանկապարտեզ նաեւ միասին այդ եւ ճիշտ օգտագործելու ենթակառուցվածքներ եւ այդ շարունակականությունը նաեւ ապահովել որովհետեւ հաճախ նույն ընտանիքում ասենք երկու երեխա են մեկը մանկապարտեզ է գնում մեկը դպրոց նաեւ ծնողներին հեշտ է այդ ամեն ինչը կազմել եւ դա շարունակելու են եւ ուղիղ պետական ֆինանսավորմամբ եւ սուբվենցիոն ծրագրերով եւ այլ եթե կլինեն այլ նախաձեռնություններ այդպես ու խոսքը նաեւ Երևանի մասն է ու մի կարևոր բան եմ ուզում ասել որտեղ մասնավորի մասին խոսեցիք հիմա եւ ես կարամ ասենք իմ անձնական օրինակից բերեմ քրոջս դեպքում հա երեխային մասնավոր մանկապարտեզից հանեց հերթագրեց պետական մանկապարտեզում հերթը հասավ եւ հիմա տարնում է պետական մանկապարտեզ ինչի ոչ թե որովհետեւ ինքը չուզեցավ ծախսի երեխայի վրա ինչ որ գումար, հա, այլ որովհետև պետական մանկապարտեզը ավելի լավն էր, քան մասնավորը։ Այո, այդ խնդիրը կա հիմա։ Ու դա շատ լավ է, դա խնդիր չի, դա հաջողություն է։ Այո, այդ հաջողությունն է, որ պետությունը կարողանում է ավելի լավ եւ ենթակառուցված եւ ստանդարտներ ապահովել, քան մասնավորը եւ պետությունն է մրցում մասնավորի հետ, ոչ թե մասնավորը պետության հետ եւ մասնավորներն է պետք է կարողանան համ գները էժանացնել, որովհետեւ մենք մեկը կառուցելու ենք եւ ավելի մաչելի ենք դարձնելու։ Չէ, դե հիմա տեղեր կան անվճար են, չէ՞, մանկապարտեզները համայնքներ, տեղեր կան քիչ վճարով են, դա համայնքային հարց է, բայց մենք նաև որակի վրա ենք աշխատում, կրթության որակի դպրոցների դեպքում ուրիշ մեխանիզմով, մանկապարտեզների դեպքում ուրիշ մեխանիզմով։ Այո, կա ժամանակ, երբ այդ մասնավորներ տանում են երեխաներին զուտ որակական տարբերություն նաև ապահովելու համար։ Դպրոցներում էլի դեպք կա այդ բանը, որ կոնկրետ քաղաքացիներ իմանալով որ շատ լավ պետական դպրոց է, հատկապես այս մեր նորակառույց մեծ դպրոցները, որտեղ ամեն ինչ կա, պարզապես փորձում են տեղափոխել իրանց նախկին մասնավոր դպրոցից նոր պետական դպրոց եւ սա հրաշալի է, պարզապես հրաշալի է։ Ես չեմ ասում որ մասնավորներ չպետք է լինեն, պիտի լինեն, այդտեղ այդ էլ ամեն եղել կա դրա մասին բան չունեմ, էլի որևէ պրետենզիա չունեմ, բայց երբ որ պետականը կարողանում է նման ստանդարտ ապահովել, արդեն դու հասկանում ես նոր որակի պետության եւ կրթության մասին ես խոսում, ոչ թե այն որ դե պետականում մեկը վատ է, գնանք տեսնենք որ մի մասնավորն է լավ է։ Այ ես հաճախ եմ լսում այն թեզը, թե ձեզնից, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներից, որ լավ սովորեք, որ լավ մասնագիտություն հետո ունենաք։ Դպրոցների պատերին գրել են լավ սովորի, որ լավ ապրես։ Այդ մասով կուզեմ մի փոքր զրուցենք, պարոն Թորոսյան, տեսեք, կան մարդիկ, ովքեր լավ մասնագիտություն ունեն, լավ կրթություն ունեն, բայց չեն կարողանում գտնել համապատասխան վարձատրվող աշխատանք։
Ես դες վստահեցնում եմ։ Ես գիտեմ անվանական, ովքեր փորձում են գոնե դրսի շուկայի հետ աշխատել, որովհետև այն գումարները, որ առաջարկվում են մեր շուկայում, բավարար չեն։ Ինչին բավարար չեն։ Ես հիմա նորից եմ ասում, աշխատելու աշխատավարձը երբեք աշխատելու աշխատավարձից բարձր չի կարող։ Ինչքան գումարն է բավարար մեկ անձի համար ամսական, տեսեք, եթե դու եկեք ասենք արժանապատիվ ապրելու համար։ Եթե դու չունես աշխատանք, եթե կներեք, բայց իմ օրինակով բերեմ, հա, ես աշխատել եմ ուսանողական տարիներից, իմ ընտանիքը չի կարողացել իմ համար այնքան գումար ապահովել, ես գիշերային հերթապահ եմ եղել դեղատանը ուսանող տարիներին, որը կարող է 20-30 հազար դրամ լինել ամիսը աշխատավարձը 2000-ականների սկզբին։ Ինչի եմ դա արել, որովհետև համարել եմ, որ ես պետք է ինձ պահեմ եւ չկա ոչ մի անարժանապատիվ բան, որ բժշկականի ուսանողը գնա աշխատի, հնարավորություն ունի ցերեկները աշխատելու, ցերեկներն էլ կաշխատեի ու աշխատել եմ։ Էլի տենց անձնական բաներ չեմ ուզում բացահայտեմ, բայց ասենք հորս հետ գնացել եմ շինարարություն եմ արել 13-14 տարեկանում։ Ինչի, որտեղ նախ հայրս դա արել է, պրիտոմ լինելով գիտությունների տեխնացու։ Երկրաբանական իր ընտանիքը պահելու համար եւ այդտեղ որևէ նվաստացուցիչ բան չկա, գնացել եմ իրան օգնել եմ, որ կարողանա մեր ընտանիքին պահել, մի տասնյակ չէ, բայց մի քանի տարի Ռուսաստան խոպանա գնացել այդ մարդը, չի վարանել, որ պետքա աշխատի եւ պահի եւ մասնագիտություն ձեռք բերեն իր երեխաները եւ այլն։ Եվ եթե դու այդ պահին նույնիսկ ասենք օրինակ այնպիսի մասնագիտություն ունես, որ այս պահին պահանջարկ չկա, հա, պետք է գնաս ուրիշ գործ անես։ Դա ոչ որևէ նվաստացուցիչ բան չկա։ Լավ մասնագիտություն ես, որը պահանջարկ ունի, սկսի բանից, փոքրից, քչից գնա զարգացի, եւ ես չեմ հավատում, որ կա լավ մասնագետ, որը ունի լավ պահանջարկ ունեցող մասնագիտություն եւ ինքը գործ չունի։ Ուրիշ բան, որ կան նաեւ անհամաչափություն այդտեղ հասկանում եք, օրինակ կան շատ X թվով մասնագետներ, որի կարիքը այդքան չկա ոլորտում, եւ այստեղ ավելի գլոբալ խնդրի առաջ ենք մեր կանգնում, մեր բուհերի, մասնագիտությունների թվերի։ Ասենք հիմա բոլորը ուզում են իրավաբան դառնալ, ես չգիտեմ այդքան մասնագետ կարիք կա թե չէ։ Բոլորն ուզում են տնտեսագետ դառնալ, չգիտեմ ես դրա կարիք, բայց ասենք ոչ մեկ չի ուզում ագրոնոմ դառնա, որի աշխատավարձը հաճախ իրավաբաններից բարձր է եւ տնտեսագետն ու մեծ պահանջարկ կա։ Բայց հիմա մենք տեսնում ենք, այդ փոփոխությունն ենք տեսնում։ Եվ պետքա շատ խոսանք սրա մասին, որ աշխատելը լինի շատ ավելի մարդկանց կողմից տենց հարգանքի արժանի, քան չաշխատելը, ու չկա անարժանապատիվ որևէ աշխատանք, ցանկացած աշխատանք։ Ինձ շատ են քաղաքացիները դիմում, ասում են ինչի օրինակ իմ նպաստը կտրեցիք, ասում եմ եղբայր, դու այդ 30,000 դրամով քո 3-4 հոգանոց ընտանիքը կարող ես պահեիր։ Չէ, բարձր ինքը աշխատում է, բայց չգրանցված, բայց ուզում եմ այդտեղ ստացվում, գնա գրանցվի, դրան կունենաս հիպոթեկով տուն կարաս առնես, վերադարձով, ստաժ կարաս կուտակես, կուտակայինով եւ այլնով, առողջության ապահովագրություն կունենաս եւ այդպես շարունակ։ Իսկ պետությունը, այո, պետքա նաեւ աջակցի վերապատրաստման, վերապրոֆիլավորման ու ոչ միայն պետությունը, բիզնեսը ինքը, ասում արի, դու ինչ մասնագետ ես, եթե հմտություններդ լավն է, կարողանում ես դեռ ճկուն ես, արի ես քեզ կսովորացնեմ իմ գործը անել, արի իմ գործը արա, պետք է քաղաքացին պարզապես ուզի, չէ։ Ես մենք օրինակ մի հատ քաղաքացի ունեինք, անունը իհարկե չեմ տա ու կներեք, որ իր օրինակը բերում եմ, որտեղ կարող է լսի, բայց ես պիտի տամ։ Ասենք առաջ աշխատանք ենք առաջարկում X, հա։ Ասում եմ, ես պատմաբանի աշխատանք եմ ուզում։ Ասում եմ, դե գիտես, ասենք Իջևանում չկա պատմաբանի աշխատանք այս պահին, բայց կա ուրիշ աշխատանք։ Հիմա որ դու պատմաբան ես դարձել, դա քո իրավունքն է, սիրում ես այդ գործը եւ այլն, բայց եթե չկա պատմաբանի աշխատանք, ասենք չգիտեմ, դպրոցում կամ ինչ որ մի հատ գիտական հաստատությունում, ինչ ուրեմն չպետք է աշխատես։ Ես էլ հենա ասում եմ իմ օրինակով, հորս օրինակով, ես հիմա էլ եթե մնամ անգործ, չունենամ որևէ գործ, երբեք չեմ մտածի կգնամ տաքսի էլ կքշեմ, շինարարության մեջ կաշխատեմ ու ընդհանրապես չեմ համարի, որ որևէ պատվազուրկ բան եմ անում։ Աշխատելը արժանապատիվ է, այո։ Այո, միշտ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։